Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Հիշեցնենք, Գագիկ Բեգլարյանը կալանավորվել էր 2026 թվականի հունիսի 5-ին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց, ըստ քննչական կոմիտեի կրթության և գիտության նախկին նախարարը 6 անձի հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն Արտյոմ Խաչատրյանին օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։ Աշոտյանը կալանավորվել էր հունիսի 5-ին։ Պետական գաղտնիք հրապարակելու գործով ձերբակալված 2 զինվորականները կալանավորվել են, նրանցից մեկը Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Էդիկ Մալոյանն է։ Վարույթի շրջանակում կալանավորվել է նաև նույն զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոման Ջավադյանը։ Ըստ քննչական մարմնի, Մալոյանը չունենալով համապատասխան գաղտնի տեղեկությանը ծանոթանալու իրավունք, դրդել է այդ տեղեկատվությունը հասանելիություն ունեցող սպային այն հրապարակել, ապա ինքն էլ հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տեղեկություն։ Մալոյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունն ապօրինի ձեռք բերելուց հետո հրապարակելու և այն հրապարակելուն դրդելու համար։ Մյուս զինվորականը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Հակակոռուպցիոն կոմիտեի և ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Գավառ համայնքի գրասենյակի պատասխանատուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խոզարկություններ և վարույթային այլ գործողություններ։